Բարիգալուս Civilnet, այսօր կքննարկենք Հայաստանում անկախ մասնագիտական միավորումների անհրաժեշտությունը եւ ուշադրություն դրանց դերը պետական ինստիտուտների կայացման գործում։ Մեր հյուրն է 405 կրթական դաշինք հիմնադրամի եւ մեկ ձայն անկախ դպրոցների ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Շամամ Գևորգյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Տիկին Գևորգյան, հյուրընկալելու համար։ Նախ սկսենք նրանից, թե մենք սովորաբար սովորել ենք կրթության ոլորտում հատկապես ամեն ինչ դելեգացնել պետությանը, ասելով որ բոլոր խնդիրները մոնոպոլ իրավունքները եւ, չգիտեմ, խնդիրների լուծման մոնոպոլ իրավունքները պատկանում է պետությանը, հիմնական գումարը դնում է պետությունը եւ պետությունն էլ պետք է լուծի բոլոր խնդիրները։ Ինչու ըստ ձեզ այսօր Հայաստանին անհրաժեշտ են մասնագիտական միավորումները, ինչ դեր են նրանք կատարում կրթության ոլորտում։ Խոսելով հենց կրթության ոլորտում ավելի ռազմավարական պատասխանատվություն ստանձնող մասնագիտական միավորումների դերի մասին, երևի թե կգամ իմ փորձից, մեկ ձայն անկախ դպրոցների հայկական ասոցիացիայից ու 405 կրթական դաշինքից, որպես հողեղեն օրինակ, թե ինչպես կարող են մասնագիտական կառույցները, այստեղ անպայման ուզում եմ շեշտադրել ինստիտուցիոնալ միավորումների մասին, որովհետև տարբեր տեսակի շարժումներ, նախաձեռնություններ, ծրագրերի շուրջ ժամանակավորապես ձևավորված միավորումներ էլի մասնակի ազդեցություն ունեն պետական համակարգին օգտակար լինելու տեսանկյունից, բայց ինչու են կարևոր, որ այդ միավորումները լինեն ինստիտուցիոնալ եւ ինչ ենք հասկանում ինստիտուցիոնալ ասելով, երբ որ անկախ այդ ծրագրերից զատ տվյալ կառույցները, մեկ ձայնի պարագայում դպրոցները, ոչ պետական դպրոցների մասին է խոսքս գնում, 405-ի պարագայում կրթության ոլորտում ոչ պետական, ֆորմալ կամ ոչ ֆորմալ ծրագրեր իրականացնող կառույցների մասին է խոսքը գնում, իրենք արդյոք այդ կամքը կարողանում են դրսևորել, իրենց վրա վերցնելով պետության որոշակի գործառույթներ, պետական ծրագրերից որոշակի գործառույթներ, որովհետև ամբողջությամբ կամքի հարց է Աշալույս ջան, այստեղ անգամ կարողունակության կամ թողունակության խնդիր չի, առաջին հերթին այդ կամքի խնդիրն է, որ մենք որպես ոլորտի ներկայացուցիչներ ուզում ենք կիսել պետության բեռը, որը որ ակնհայտ է, որ պետությունը իր մեխանիզմներով, կարգերով, օրենսդրությամբ չի կարողանալու բավարարել։ Դրա մասին անգամ պետությունն է խոսում ու դրա համար է, որ պետությունը պարբերաբար կոչ է անում մասնագիտական կառույցներին միանալ պետական ջանքերին, միավորել, ներդնել իրենց կապիտալը, տնտեսական կապիտալը, սոցիալական կապիտալը, մշակութային կառավարման, որպեսզի այդ իրենց կառույցները որպես լաբորատորիաներ օգնեն պետական ծրագրերի իրականացմանը։ Թե ոլորտում այդ կամքը ինչով է արտահայտվում, նորից մեկ ձայնի ու 405-ի պարագայում կարող եմ ասել ճգնաժամերով։ Որքան էլ որ տարօրինակ կամ մեր ազգի դեպքում զարմանալի չէ, մենք պարբերաբար միավորվում ենք ճգնաժամերի ընթացքում եւ կամ ճգնաժամերից հետո, երբ որ հասկանում ենք, որ բոլորս ազդվում ենք այն ճգնաժամերից, որոնք որ տեղի են ունենում անվտանգության նկատառումներից ելնելով, օրինակ Արցախի կորստով պայմանավորվեց 405-ի ստեղծումը, ինչպես երբ որ կրթական ծրագրեր իրականացնող մի շարք կառույցներ, խոսքը գնում է Հայաստանում գործող 27 եւ ավել կառույցների մասին ու դրանք կարող են լինել ոչ միայն կրթական գործունեություն իրականացնող, այլ կրթական ծրագիր ունեցող, որոնք որ նաեւ այլ պրոֆիլներ ունեն, 27-ից ավել կառույց համախմբվեցին, որ Արցախում գործող ծրագրերին ու մարդկանց փորձենք օգտակար լինենք, բայց արդյունքում ստացվեց, որ երկրորդ պատերազմից հետո ամիջապես։ Այո, 20 խոսքս վերաբերում է 20 թվականի պատերազմից եւ 23 թվականի բռնագաղթից հետո, երբ որ մենք հասկացանք, որ այն բոլոր ռեսուրսը, որոնք որ այդ կառույցները ներ են դրել Արցախում, արի ու տես, հայապաշտպանության, հայի զարգացման, Արցախի պաշտպանության հետ կապված իջիկ դարձան։ Ու դա կարծես թե մեկ շատ մեծ ապտակ էր, որ մենք հասկանանք, որ խնդիրը այլ տեղ է, մեր մտածելակերպի մեջ է։ Ու բնավ պետական դաշտում չէ, այլ այդ մտածելակերպը փոխելով, փորձելով համախմբվելով, միավորվելով ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներդնելով, այո, պետական բեռ վերցնելով մեզ վրա։ Շատ լավ, տեսեք, դուք երբ մենք ձեզ հետ մինչև հարցազրույց խոսում ենք եւ նաեւ փորձում ենք ծանոթանալ ձեր գործունեությանը, դուք շատ եք շեշտադրում խոսում նրա մասին, որ նաեւ ի վերջո այս ամեն ինչը
հանգեցնելու է պետության ինքնիշխանության ամրապնդմանը, պետության հիմքերի ամրապնդմանը, հա։ Կարող եք պարզ կենցաղային օրինակներով բացատրել, ինչպես դպրոցների կամ հիմնադրամների միավորումը ուղիղ կարող է ազդել պետության հիմքերի ամրացման վրա։ Փորձեմ պարզ։ Սկզբից գանք թե ինքնիշխանության վրա առհասարակ ինչպես պետք է բաց համակարգերը ազդեն, օրինակ եթե պետությունը որպես այդպեսին փակ համակարգ է, այդ կառույցները ինչքան էլ փորձեն գործունեություն իրականացնել, իրենց լաբորատոր փորձը որպես այդպեսի միևնույնն է չեն կարողանալու պետությանը հաղորդել։ Դրանք լաբորատորիաներ կմնան։ Կան դպրոցներ Հայաստանում օրինակ, կամ նույն այդ 405-ի մեր 405-ի անդամ կառույցները, որ եթե իրենց գործունեության շրջանակներում վերադառնամ լավ դպրոցների պարագայում, իրենք ստեղծում են մեկ ծրագիր, կրթական ծրագիր, որը իրենց դպրոցի պարագայում բավականին մեծ արդյունքներ է տալիս, մեծ ազդեցություն է ունենում, դա ապրիորի պետք է փոխանցվի ընդհանուր պետական կրթական համակարգին։ Դա պահանջ է, որ պետք է փոխանցվի։ Այո, կարա մնա այդ մեկ իզոլացված, կղզիացված տարբերակով, բայց եթե մտածում ենք պետական շահի տեսանկյունից, պետությունը այդ լաբորատոր արդյունք բերած ազդեցություն ունեցած փորձը պետք է վերցնի։ Եթե ինքը փակ համակարգ է, ինքը ոչ ուզելու է վերցնել այդ փորձը, ոչ էլ կարողանալու է վերցնել։ Իսկ վերցնում է հիմա։ Մենք կարծես թե մեջտեղում ենք, որ մենք ցույց ենք տալիս, որ մենք բաց համակարգեր ենք։ Օրինակ հիմա Հայաստանում դպրոցներ են կառուցվում, նոր ստանդարտներ են դրված, չգիտեմ, կրթության չափորոշիչներ են փոխվում կամ փոխվել, փորձում են կրթության որակը լավացնել, հա։ Դուք ձեր ազդեցությունը դրա վրա զգում եք, թե պետությունը ընտրել է մի հատ այսպես քաղաքականություն կրթության որակի փոփոխության, բարելավման, կրթական պայմանների բարելավման եւ ինքը շարժվում է դրանով։ Հետաքրքիր տենդենցիա գոյություն ունի, երբ որ ամեն ինչ նոր էր սկսվում, խոսքս վերաբերում է կրթական բարեփոխումները մեծ թափով սկսեցին 2021 թվականից, երբ որ նախակրթարան, հանրակրթություն եւ բուհական կրթություն ամբողջ թափով այս երեք ուղղություններն էլ սկսեցին բարեփոխման առաջարկներ ներկայացնել։ Մասնագիտական համայնքները ավելի մեծ ներդրում են ունեցել 21 թվականից մինչև 23 թվականը։ Այդ ընթացքում ես իմ փորձով եւ մեր կառույցները մեր փորձով կարող են ասել, որ բավականին մեծ մուտք ու հասանելիություն ենք ունեցել այդ բարեփոխումների մեջ ներդրում կատարելով, փոփոխություններ բերելով։ Այո, ես կարող եմ կոնկրետ օրինակներ բերել, օրինակ Մեգձայնի պարագայում մենք հանրակրթության մասին օրենքի փոփոխության ժամանակ նախապես մեր առաջարկները ներկայացվել ենք, դրանց մեծամասնությունը ընդունվել է, այսինքն մենք որպես մասնագիտական միավորում մեր փորձով կարող ենք ասել, որ մենք ազդել ենք այո բարեփոխման որևիցե մասնակի կտորի վրա, կամ նույն դասագրքերի հարցի հետ կապված, այսինքն կան մասնավոր դեպքեր, որոնք որ Մեգձայնի պարագայում որպես ավելի շուտ ստեղծված կառույց, քան 405-ը, մենք ազդեցություն ունեցել ենք, բայց 23 թվականից հետո, երբ որ պետությունը իր վրա վերցրեց շատ ավելի մեծ բեռկրթության բարեփոխումների տեսանկյունից, կարծես թե մասնագիտական համայնքների դերը դարձավ երկրորդական, ու այստեղ տեմպի խնդիր կա Արշալույս ջան։ Պետությունը ստանձնել է process, որը շատ մեծ տեմպ, արագություն ու ով հասցրեց վիճակ է, ով հասցրեց օգտակար լինել, ով չհասցրեց դուրս է մնում այդ ամբողջ գործընթացից ու կարծես թե ուղիղ գծով իրեն պետության համար ամենակարևորը հասնել իրենց արժեվ դրված պլանների իրականացմանը։ Մի քիչ նմանվում ենք պլանային տնտեսություն ունեցող երկրի, երբ որ մեր յուրաքանչյուր կետը գրած պետք է անենք, բայց այդ ընթացքում ինչ ռիսկեր են առաջանում, ոնց են գնահատում հետևանքները, ինչ ազդեցություն ունի, էլի վերադառնալով օրինակով 405-ում, երբ որ մենք ռազմավարական ուղղություններ ենք սահմանում, այդտեղ հետազոտություն եւ վերլուծություն ռազմավարական մեր աջակցող ուղղության ներքո մենք հասկացանք, որ պետությունում տեսեք խոսքս գնում է 8 եւ ավել կառույցի մասին, որոնք որ դաշտում ամենօրյա լաբորատոր գործունեություն են իրականացնում, ու այդ կառույցները միաբերան եկան այն եզրահանգման, որ մեր կրթությունը հերիք չի վերահսկողական մարմիններ չունի։ Մի հատ էլ այդ բարեփոխումները իրականացնելու համար հետազոտահեն, ապացուցահեն որոշումների կայացման հնարավորություն չի ստեղծել իր համար։ Այսինքն պետությունը, որ բարեփոխումներ է անում, ինքը պատշաճ հետազոտահեն չեն, դրանք հետազոտությունների վրա չեն հիմնված։ Նման կշիռ ունեցող բարեփոխումների պարագայում ոչ։
դրանք ավելի կառավարական ծրագրերի մակարդակով են, այսինքն սահմանվել են թե պետությանը ինչ է պետք, ինչ է անհրաժեշտ, առաջնահերթությունները բխել է կառավարական ծրագրերից, այլ ոչ հետազոտվել են, օրինակ ինչի այդ ապացուցահենությունը, թե այս կարիքը բխում է իսկական հիմքերից, նման մոտեցում ցավոք չենք ունեցել, բայց կներեք, երբ որ օրինակ եմ բերում, ու այստեղ մասնագիտական 405-ի մասնագիտական առաջարկը պետությանը եղավ այն, որ շատ լավ, հիմա ամենախնդրահարույց կետը ուսուցիչների շուրջ տարվող մասնագիտական զարգացման շուրջ տարվող բարեփոխումների գնահատումն է, որ պետությունն էլ մեզ դիմեց, ասաց շատ լավ, մենք սա անում ենք, բայց ատեստացիայի մասին է խոսքը։ Եվ ատեստավորման, եւ վերապատրաստումների, եւ տարակարգավորման ու ուսուցչի կյանքի փոփոխության հետ կապված գնահատումը շատ դժվար է իրականացնել պետության ջանքերով ու այն տեմպով, որը որ պետությունը հիմա ստանձնել է։ Արդյունքում ինչ ստացվեց, 405-ը վերցրեց այդ բեռը իր վրա։ Հենց սրա մասին եմ ուզում շեշտադրել, երբ որ մենք խոսում ենք թե մասնագիտական համայնքները, ռազմավարական դաշինքները ինչ նշանակություն կարող են ունենալ, վերցնել նման բեռեր։ Շատ լավ, գալով։ Ու այդ հետազոտությունը արդյունքում մենք ենք իրականացնում, փոխանցելով առաջարկներն ու եզրակացությունները նախարարությանը։ Գալով հենց ուսուցիչների ատեստավորման այդ ամբողջ բարեփոխման մասին, որ հիմա իրականացվում է, դրա տակ բյուջե է դրված, ենթադրում եմ, բավական ռեսուրսներ եւ էներգիա է ծախսվում այդ ուղղությամբ, վարչապետը քաղաքական ղեկավարությունը պարբերաբար դրա մասին խոսում է եւ կրթության ոլորտի կառավարիչներն են խոսում, որ սա մի շատ չտեսնված լավ ծրագիր է, որ իրականացվում է։ Այս պահին հլը որ երբ որ մենք խոսում ենք, դեռ խոսում է սոցիալական կոմպոնենտի մասին հիմնականում։ Այ մենք ունենք ուսուցիչներ, որոնք ստանում են մինչև, չգիտեմ, 400,000, 500,000, 600,000, 700,000 դրամ աշխատավարձներ, երևի փորձում են դրանով ավելի գայթակղիչ դարձնել, գրավիչ դարձնել ատեստավորման գործընթացը։ Բայց բացի սոցիալական խնդիրը լուծելուց ուսուցչի, հա, ատեստավորումը էլ ինչ է փոխում կրթական համակարգում ձեր կարծիքով։ Գոնե ունեք այդ հիպոթեզը, հիմա անում եք հետազոտություն, հա, կրթության որակ վերջնարդյունքում նավիխը ձեր ուսերենով ասած փոխվում է թե ոչ։ Տեսեք, այսինքն նույն ուսուցիչը, որը, չգիտեմ, մինչև ատեստավորումը տալիս էր X որակի կրթություն, ատեստավորումից հետո Y որակի կրթություն տալիս է թե ոչ։ Այդ հարցին ուղիղ եւ որպես այդպեսին հիմնավոր պատասխան դեռևս գոյություն չունի, Արշալույս ջան, ոչ մեկ այդ հարցի պատասխանը Հայաստանում ձեզ չի կարողանալու փոխանցել, դա ասում եմ որպես տվյալ հետազոտության ամբողջական գնահատումը ստանձնած կառույցի ներկայացուցիչ, ինչու, որովհետեւ 2021 թվականին, երբ որ տվյալ բարեփոխումը մեկնարկեց, անցել է ընդամենը 4-ից 5 տարի, ու 4-ից 5 տարվա ընթացքում անհնար է գնահատել կրթության որակի վրա ազդեցությունը։ Անկամ փորձենք մենք չենք կարողանալու, որովհետև գոնե 10-12 տարվա շրջափուլը պետք է թե տվյալ աշակերտը հաղթահարի, թե տվյալ ուսուցիչը հաղթահարի, ուսուցչի տեսանկյունից միգուցե կարողանանք ու մեր հետազոտության արդյունքում դա ցույց է տալու ուսուցչի կյանքում ամեն դեպքում ինչա փոխվել, բայց աշակերտի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից, թե որակի տեսանկյունից իր յուրացվելիությունը, իր տաղանդի վրա ազդեցությունը ինչպիսին է, մենք այդ հարցի պատասխանը կունենանք շատ ավելի ուշ։ Նախարարության հիպոթեզը կամ, չգիտեմ, ակնկալիքները ինչպիսին են եղել եւ սպասելիքները այս գործընթացից լավ է փոխեցինք ուսուցչի սոցիալական կարգավիճակը, ուսուցիչն ավելի ապահովված է սոցիալապես, չգիտեմ, եւ այլը, բայց ինչ է ակնկալվում դրա դիմաց, այսինքն զուտ անենք դրանից հետո ինչ է փոխվում, էլի, այդ ուսուցիչը որ մտնում է նույն լսարան, ինչպես է սկսում դասավանդել։ Մենք խոսում ենք կամավոր ատեստավորման մասին։ Ենթադրվում է, որ ուսուցչի առարկայական գիտելիքների նախարարությունը ի սկզբանե ինչ որ հետազոտություն արել է, որ երբ որ անում ենք ատեստավորման արդյունքում ուսուցիչը, չգիտեմ, փոխում է իր մոտեցումները, ենթադրենք նաև փոխում է իր մոտեցումները դասավանդման process-ում, եւ արդյունքում մենք ստանում ենք ավելի հետաքրքիր, գրավիչ դասապրոցես, որը էլ ավելի կհետաքրքրի աշակերտներին ստանալ գիտելիքներ։ Ամեն դեպքում նպատակը հենց դա է, բայց նորից եմ կրկնում, դա ստացվում է մեր պետական համակարգի մոտ թե չէ, չենք կարող այս պահին դրությամբ գնահատել Արշալույս, քանի որ կարիք կա հենց դասապրոցեսի ու աշակերտի փոխանցած արդյունքի հիմքով հասկանալ ուսուցչի
ներկայությունը դասապրոցեսում որովհետեւ ազդեցություն ունեցավ թե չէ, բայց ատեստավորման գործընթացը ունի դրական ու բացասական արդեն կողմեր։ Դրական կողմերից է այն, որ ուսուցիչները ամեն դեպքում պարտավորվում են իրենց վրա աշխատել։ Այսինքն յուրաքանչյուր կամավոր ատեստավորման ժամանակ նույնիսկ այն ուսուցիչը, որը որ կարծում է, որ թե ամբողջությամբ բավարարում է իր առարկայական գիտելիքներն ու հմտությունները ու մանկավարժական հմտությունները, ստիպված է լինում գնալ ու պատրաստվել, վերապատրաստվել այդ կամավոր ատեստավորման համար։ Այսինքն որպես այդպեսին ինքը լրացուցիչ խթան է ստեղծում ուսուցչի համար, բացի սոցիալական, իհարկե հաղթահարելուց հետո սոցիալական այդ հավելավճարները եւ այլը, իր վրա աշխատանք տանելու ու դա դարձնելու պարբերական ինչ-որ բնույթի երևույթ ու կան ուսուցիչներ Հայաստանում, որոնք որ հաղթահարելով շեմը դառնում են մենթոր ուսուցիչներ, ստեղծում են իրենց խմբերը, սկսում են վերապատրաստել, դա դրական հետևանքներն է, որը որ ամեն դեպքում նաև մեր ազգի պարագայում աշխատող տարբերակ է, որ մեկս մյուսին սովորացնելով հասնենք ինչ-որ մի արդյունքի, դա իր ազդեցությունը ունեցել է։ Հակառակ ազդեցությունը նա է, որ ու չկանխատեսված ազդեցությունները փաստացիորեն, որ օրինակ զարգանում են շատ համայնքներում ռեպետիտորների կրկնուսուցիչների, էլ ավելի է ազդվում, որովհետև օրինակ կան կարծես թե պետք է պայքարային, պայքար պետությունը կրթության որակը բացասնելու։ Այո, բայց դա քանի որ չկանխատեսված երևույթ ստացվեց, էլի ինչ որ անթրոպոլոգիական երևույթներից ելնելով, որովհետև կան ուսուցիչներ, որոնք որ հաղթահարելով օրինակ կամավոր ատեստավորման շեմը դպրոցում կրճատում են իրենց ուսուցչի ժամանականակը, պատկերացնում եք, կրճատելով ավելի բարձր գումար են ստանում ու զարգացնում են տանը պարապելու իրենց գործընթացները։ Անում են հանում որպես բարձր դասի ուսուցիչ, որովհետև անցել է ատեստավորումը, իրենց համայնքի շրջանում բարձրանում է իրենց ռեյտինգը։ Այդտեղ պիտակավորման խնդիր է առաջանում, որ չհաղթահարած ուսուցիչը ամեն դեպքում վայ ինչպես ստացվեց, որ չհաղթահարեց կամավոր ատեստավորումը, հա, ու չմոռանանք, որ ներկայիս թվային համակարգերը շատ հաճախ 50+ մարդիկ ոչ միշտ են կարողանում տիրապետել։ Քանի որ հանրակրթության խնդիրներով եք զբաղվում եւ դպրոցներ են միավորում այդ ձեր կառույցները, ասացեք, խնդրեմ, հատկապես ծնողներին սա հետաքրքիր կլինի։ Մասնավոր թե պետական դպրոց, ինչ ընտրել։ Շատ պրովոկացիոն հարց է ու Հայաստանի պարագայում ծնողը պետք է ընտրի այն դպրոցը, որը որ որի հետ ինքը կարողանա առավելագույնս գործընկերային հարաբերություններ ունենալ։ Մեկ, որովհետև երեխան է դառնում հաճախորդը, ի դեպ շատ ծնողներ մեր Հայաստանում իրենց թվում է պետական դպրոցը անվճար կրթություն է ապահովում, բայց մոռանում ենք, որ պետական դպրոցում կրթության համար վճարում է պետությունը, ու դա էլ է ծառայություն, դա է մենք մեր հարկերից, այսինքն մասնավոր պետական դպրոց, օքեյ, մասնավոր դպրոցի պարագայում մեր գրպանից ենք դնում, մեկ գրպանից ենք դնում, պետական դպրոցի պարագայում մեկ այլ գրպանից ենք դնում։ Հիմա եթե ծնողը պետք է ընտրի մասնավոր ու պետական, այդտեղ եթե գումարային բարիեր որպես այդպեսին գոյություն չունի, որովհետև նորից եմ կրկնում, մասնավոր դպրոցի պարագայում ուղիղ գրպանից ենք վճարում, այստեղ թիվ 2 խնդիրը կայանում է նրանում, թե նախ երեխայի ամբողջական նկարագիրը պետք է հասկանաս, այսինքն իր տաղանդներին համապատասխան, ենթադրենք է երեխան ինտրովերտ է, դու իրավունք չունես տանել մի դպրոց, որտեղ որ ուժեղ դիսցիպլինա կա, կամ եթե էքստրավերտ է, իրավունք չունես տանել մի դպրոց, որը շատ ազատական միտումներ ունի, այսինքն դու քո երեխային շատ լավ պետք է ճանաչես, որպեսզի հասկանաս, թե ինչ դպրոց տանել։ Երկրորդը վերադառնամ իմ առաջին ասածին, ու որ դպրոցի հետ, սիրելի ծնող, կարող ես լավագույնս գործընկերային հարաբերությունները կառուցել, որպեսզի քո երեխայի լավագույն շահի հետ կապված դու կարողանաս այդ համաստեղծման process-ը դպրոցի հետ տանել, որտեղ շատ հաճախ մասնավոր դպրոցների պարագայում օրինակ ծնողներին թվում է, թե երեխային տանում են դպրոց, իրենք վերջը ազատվեցին, միսիան ավարտվեց, երեխան պատկանում է դպրոցին, վերջում էլ գալիս են ասում, այս ինչ բան է, ինչու էսպես չես արել սիրելի դպրոց, բայց արի ուտես, որ դա շատ հաճախ այն ֆունկցիան, որը որ քեզ է պատկանում, ծնողին է պատկանում, դա դպրոցի ֆունկցիան չէ։ Ու այստեղ դուք պետք է իրար հետ աշխատեք, որպես դպրոց ու ծնող, որպեսզի երեխային այդ ստրեսին չենթարկի, անընդհատ դպրոցից դպրոց հանելով։ Միջին վիճակագրական հանրակրթական պետական դպրոցը Հայաստանում եւ միջին վիճակագրական մասնավոր վճարովի դպրոցը կրթության որակներով շատ են տարբերվում իրարից։
Որակ գնահատելը շատ բարդ է, ու ձեզ ասեմ, որակի գնահատման որևիցե process էլ տեղի չի ունենում։ Եթե մենք չենք խոսում միջազգային կրթական ծրագրերի մասին, IB-ի մասին, Pearson-ի մասին եւ այլն, այսինքն որակի գնահատումը Հայաստանում դարձել է շատ խիստ սուբյեկտիվ։ Ոչ հավատարմագրման կենտրոններ ունենք, որոնք որ կարող են մեր խոսքս վերաբերում է մասնավոր դպրոցների մասին, այսինքն այնտեղ հավատարմագրման կենտրոններ են անհրաժեշտ, կենտրոն, որը որ այդ որակի վերահսկողությունն ու գնահատումն ու վերահսկողությունը վերջում արդեն աջակցությունը կիրականացնի, պետական դպրոցների պարագայում արդեն տեսչությունն է իրականացնում իր գործունեությունը, բայց դա էլ խիստ բյուրոկրատական, ավելի ստանդարտ, կազմակերպչական, այսինքն երբ որ չափում ենք մասնավոր դպրոցի ու պետական դպրոցի որակի տեսանկյունից, այստեղ հարցը գալիս է խիստ սուբյեկտիվ դաշտ, բայց ընտրությունը կատարվում է մոտեցումների միջև։ Օրինակ ոչ պետական դպրոցներում կրթական ծրագրերը շատ ավելի ճկուն են, կառավարման համակարգն է շատ ավելի ճկուն, կազմակերպչականությունը շատ ավելի կարելի է ասել զարգացած է, քանի որ դրա մեջ ներդրումներ են կատարվում ի տարբերություն պետական դպրոցի կազմակերպչականության տեսանկյունից, քանի որ ոչ պետական դպրոցներում ներդրումը զարգացման ծրագրերի մեջ ավելի ակտիվ կերպով է իրականացվում, ծնողին այստեղ այդ գրավում է այդ լաբորատորիան, որտեղ որ մեխանիզմները ամեն ինչ ավելի ճկուն է, հարաբերությունները ավելի ճկուն են ու ավելի արագ են ընթանում։ Թե չէ որակի տեսանկյունից կան մի շարք պետական դպրոցներ, որոնք գերազանցում են մասնավոր դպրոցներին։ Եվ վերջին հարցս մասնավոր պետականի եւ առհասարակ այս հարցազրույցի շրջանակներում, տեսեք, Հայաստանում կան դպրոցներ, հանրակրթական մասնավոր դպրոցներ, որտեղ վարձավճարները բուհերից բարձր են եւ բավականին բարձր են, հա, չգիտեմ 2 միլիոն տարեկան, 3 միլիոն եւ ավելի։ Կարող եք ասել, որ առաստաղից են վերցրած այդ վարձավճարները, հա, ինչպես են ձևավորվում այդ վարձավճարները։ Ձեզ համար պարզ են, այսինքն, չգիտեմ 3 միլիոն, 2 միլիոն, դա ում համար է նախատեսված, իսկապես շուկան դրա կարիքը ունի եւ շուկան դրան դրական է արձագանքում։ Լինելով մեկ ձայն ասոցիացիայի ներկայացուցիչ, ես կարող եմ ասել, որ չկա մեր անդամ որևիցե դպրոց, որտեղ shortage-ը աշակերտի քանակը նվազի իր լիցենզիաներից, այսինքն մենք տեսնում ենք տենդենցիա, որ ընդհակառակը մասնավոր դպրոցների պահանջարկը շատ ավելի մեծանում է, քան նվազում է ու կան դպրոցներ, նույն ձեր նշած դպրոցները, որտեղ որ մեկ տեղի համար կարող են դիմել 20 կամ 30 հոգի։ Այսինքն պատասխանելով ձեր հարցին, շուկան դա ընդունում է, թե ոչ, փաստացիորեն ցույց է տալիս իրավիճակը, որ այո։ Իսկ այդ գնային քաղաքականություն ամեն դպրոց որոշում է իր պլանին համապատասխան, իր կրթական ծրագրին համապատասխան, այսինքն այդտեղ արդեն մեկ ձայն ասոցիացիան որևիցե արդարացված են, թե զուտ այսպես կոմերցիոն, շատ խիստ կոմերցիոն մոտեցում են, այսինքն իրենք տալիս են այդ վարձավճարի դիմաց այն կրթությունը, այն ժամանցը նաև դպրոցի շրջանակներում, որ իսկապես արժե։ Ես չեմ կարող գնահատել այդ հարցի հետ կապված, բայց եթե ծնողը ընտրում է այդ դպրոցը պարտականություն է վերցնում իր վրա վճարել, ապա ստացվում է, որ այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Սիվիլնետ տաղավարում ես զրուցեցի Շամամ Գևորգյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։